Շնորհակալություն Հովհաննիսյանի միտքը այսպես եկեղեցում եւ մեկնաբանություն կարճ պետության քշելը շատ իջել է, որովհետեւ իշխանությունը քշել չունի։ Իշխանության փոփոխությունով մեր պետության քշելը շատ արագ արդեն բարձրանալու, եթե իհարկե հաջորդ իշխանությունները նման չլինեն սրանց կամ չանեն այն ինչ որ սրանք են անում։ Բայց սրանց այս 7 տարիների գործողությունները ամբողջ համաշխարհային քաղաքականության մոտ բերել է մի հստակ պատկերացում, որ սրանք որդապաշտ եւ սեփական շահերից փախչող քաղաքական ուժ են, իսկ Հայաստանի Հանրապետության պետականության գոյությունը զուտ պայմանավորված է այն բանը, որ Հարավային Կովկասում դեռևս պայքարը գերտերությունների չի ավարտվել։ Ու իներցիայի ուժով Հայաստանի Հանրապետությունը գոյություն Արցախը կորցնելուց հետո, Արցախը փոխելուց հետո բնականաբար Հայաստանի անվտանգային միջավայրը շատ ու շատ թուլացել է, նոր անվտանգային միջավայրի ճարտարապետությունը սրանք եւ սրանց օրոք հնարավոր չի լինելու, որովհետեւ իրենք ոչ մի դեր չեն պատկերացնում, եթե պատկերացնեն մինչեւ այսօր գրած կլիներ Հայաստանի Հանրապետության անվտանգության հայեցակարգ։ 20 թվականին են վերջին անգամ հայեցակարգ գրել ամռանը, որը բավականին քննադատվեց, բայց նույնիսկ այդ քննադատված հայեցակարգը ելի ինչ-որ արժեք ուներ։ Այսօր չկա հայեցակարգ, 5 տարի Հայաստանի Հանրապետության անվտանգության հայեցակարգ չունի։ Հետևաբար, եւ իրենք չեն պատրաստվում, չեն հասկանում, չգիտեն թե ինչ գրել է։ Ով է Հայաստանի հավանական հակառակորդը, զինված ուժերի առջև դրված խնդիրները որոնք են լինելու, ումից պետք է պաշտպանվի, երբ պետք է պաշտպանվի, որոնք են ահաբեկչական սպառնալիքները, որոնք են կիբերսպառնալիքները, որոնք են սահմանային անվտանգության խնդիրները։ Սրանք պարզ սերժանտի մակարդակով ինչ-որ բաներ պատկերացնում են, իսկ լեյտենանտի չէ, սերժանտի մակարդակով անվտանգություն են պատկերացնում, իսկ դիվանագիտական մասի անվտանգության դիվանագիտական բաղադրիչի մասին ընդհանրապես չեմ խոսում, բան Կարապետյանը շատ ավելի լավ կներկայացնի այդ հատվածը, պաշտպանական եւ անվտանգային առումով բավական մեծ աշխատանք կանելու եւ այդ աշխատանքը պետք է անել կարճաժամկետում։ Երկարաժամկետի համար դժվար է հիմա ասել, ասենք երկարաժամկետի նկատի ունենք 5-ից 10 տարի, կարճաժամկետ մինչեւ 5 տարի, ասենք մինչեւ հաջորդ ցիկլի ավարտը քաղաքական։ Նախ մեզ պետք է շատ արագ անային համախմբում, մեզ պետք է շատ արագ հասկանալ, որ պետության պաշտպանունակությունը, ինչ որ Նիկոլը վերջերս էլի տգիտությունի ցույց դնելով ասում է, որ մենք պետք է մարտունակ բառը փոխենք պաշտպանունակ բառի, առանց հասկանալ, որ մարտունակը վերաբերում է բանակին, պաշտպանունակը վերաբերում է պետությանը։ Երկու տարբեր բաներ։ Ընդհանրապես իրար հետ անհամեմատելի բաներ է, բայց ասում մեկը մյուսով ուզում փոխարինել։ Այսինքն այս աստիճան իսկ սերժանտը տենց սխալ չէր անում, ես ներողություն եմ խնդրում բոլոր սերժանտներից։ Ու այս պատկերացումով բնականաբար իրենց մոտ ոչինչ չի ստացվելու, մեզ անհրաժեշտ է նախ ամբողջությամբ վերանայել, վերափոխել, վերաիմաստավորել զինված ուժերի առջև դրված խնդիրները, նրանց արդեն նախապատրաստել պաշտպանական նոր որակի, որը վերաբերում է առաջնորդին կիբեր անվտանգության ոլորտում պաշտպանական հնարավորություններ, բոլոր տիպի կադրային ռեսուրսների եւ ունեցած հմտությունների համատեղման նոր տակտիկա եւ մարտավարություն, օպերատիվ բանակի օպերատիվ կառավարման նոր համակարգի ներդրում, այդ սպառազինությունը, որ ստեղից ներից բերում, նախ պետք է հասկանալ սպառազինության էֆեկտիվությունը եւ իր պաշտպանունակությունը, նրա համադրելիությունը տարածաշրջանի մնացած բոլոր մեզ աջակից կամ մեր հետ համագործակցող ուժերի կարողությունների հետ որքան եւ ինչ խնդիրներ են դրանք լուծելու, թե դրանք զուտ այսպես տեղեկատվական փուչիկներ են, որոնք հետո իշխանապահությունից հետո պայթելու են, այսինքն հսկայական աշխատանք կանել եւ դա կարճաժամկետում։ Մի բան են սրանք անում, բանակը վերածել են ընդհանրապես այսպես վարձու կամ վարձկանների փողովաճառ այսինքն այս բանակից խոսում են, ասում են այսքան աշխատավարձ, բանակից խոսում են այսքան, շատ լավ է, որ ինչ է դիմացը պետությունը ստանում։ Պետությունը այդքան աշխատավարձ տալով ստանում է բավարար արտունակություն,
Ստանում է բավարար պաշտպանունակություն, ստանում է բավարար հմտություններ ունեցող ստորաբաժանումներ, ստանում է բավարար բարոյահոգեբանական միջավայր, պետությունը, ժողովուրդը վճարում են դրա դիմաց, ոչ թե վճարում են, որ մի կողը տալիս են բյուջեն, որ մի կողը տանի PR-անի, այդ թվում նաև բանակի վրա, երեք էլ ուսուցիչների վրա է PR-ը։ Այսինքն պետությունը պետք է հանել ինչ-որ մարդկանց ամբիցիոզ PR-ային, տեղեկատվական, քարոզչական և պետության համար վտանգավոր քաղաքական գործընթացների միջից։ Հաջորդ ընտրությունները հենց դրա մասին են։ Հաջորդ ընտրությունները իրական խաղաղություն ունենալու մասին են։ Հաջորդ ընտրությունները մարդկանց մեր քաղաքացիների միջև նորմալ բարոյահոգեբանական միջավայր, նորմալ հարգալից, փոխադարձ հարգալից հարաբերություններ կառուցելու մասին են։ Հաջորդ ընտրությունները դատական համակարգ ամոթալի վիճակից, որ դատավորներն արդեն շատերին տեսնում գլուխները կախել ման գալիս, այդ վիճակից հանելու մասին է։ Հաջորդ ընտրությունը ընդդիմություն, իշխանություն եւ խորհրդարանում եւ մնացած բոլոր վայրերում նորմալ առողջ հարաբերություններ կառուցելու մասին է։ Հաջորդ ընտրությունը առաջիկա 5 տարիները տեսնելու եւ դրան պատրաստվելու մասին է։ Այսօր ոչ մեկ չգիտեն վաղը ինչ արնել։ Եվ պարոն Հովհաննիսյանը շատ հստակ կոնկրետ ասաց Ադրբեջանից չի երևում, հիմա առավել ևս չի երևում, որ նրանք կարճաժամկետում գնում են խաղաղության եւ չի բացառում, որ սահմանադրություն փոխելու պահանջից բացի լինեն նաև այլ պահանջներ, օրինակ միջանցքի բացում, ինչի չընթացնում։ Բոլոր մակարդակները միայն խորհրդարանական կլինի, գործադիր կլինի, քաղաքացիական հասարակության մակարդակ կլինի, դիվանագիտական մակարդակ կլինի, բիզնես մակարդակ կլինի, օգտագործում բացառապես միջանցք բառը, ինչ-որ հղումներ անելով այդ թվում նաև, ինչ-որ բաների վրա, հիմա արդեն ուժի գործոնն են բերում, որպես այդ գործընթացն առաջ տանելու հնարավոր եղում եք։ Կարճաժամկետ շատ մեծ անելիքներ կան և դրան պետք է պատրաստ լինենք, կոնկրետ պատկերացնում ենք, թե դա ինչպես է հնարավոր լինելու անելու։ Այսպիսի շատ կարճ հարց, այս իշխանությունը ամեն դեպքում հանրությանը ընտրությունների ընդառաջ համոզում է, որ իրենք խաղաղություն բերողն են և եթե իրենք չլինեն, հաստատ խաղաղություն չի լինելու, ինչպես հանրությանը բացատրել, որ օգոստոսի 8-ի փաստաթուղթը դեռևս երաշխիք չէ իրական խաղաղության համար։ Դրանք օգոստոսի 8-ի փաստաթուղթ չկա, լեգիտիմ չի, ուժի մեջ մտած չի։ Այս բան ուժի մեջ դեռևս այդ ուժի մեջ է գտնում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը 20 թվականի այդ հարությունը, որը շահել է միայն Ադրբեջանը։ Ուրիշ ոչ մյուս երկու կողմերը դրանց չգիտեմ ինչ են շահել, Հայաստանը հաստատ չի շահել, Ռուսաստանը չգիտեմ ինչ է շահել, բայց Ադրբեջանը ամբողջությամբ շահել է, մնացած շարունակությունն էլ Ադրբեջանը որտեղ որ չի շահել, այդ 9-րդ կետում, այդ 9-րդ կետի խնդիրն էլ լուծել է օգոստոսի 8-ի միջոցով։ Հիմա ինչ է շահել Հայաստան, խաղաղություն սուտ է, թե խաղաղություն չկա։ Այս իշխանություն կոչվածների ժամանակ 4 հատ պատերազմ է։ Ի սկզբանե իրենք խոսում էին խաղաղությունից։ Իրենք երբեք պատերազմից չեն խոսել, իրենք միշտ խոսել են խաղաղությունից, եւ այդ ընթացքում եղել է 4 հատ պատերազմ։ Հիմա են խոսում խաղաղությունից էլի լինելու, եթե իրենք հաջորդ տարի հնարավորություն ունենան շարունակել ևս մի ցիկլ իշխանավարվել։ Դրանք կասկած չկա։ Իրենց պաշտպանության նախարարը 4 հատ պաշտպանության նախարար ունեցել, 4-ն էլ տարածք են հանձնել։ 4-ն էլ խոսում են բանակի բարեփոխումից, չգիտեմ ուժեղանալ, ավելի մարտունակ կրնել, ավելի ուժեղնել, ավելի, չգիտեմ, համեմատում են նախկին բանակը ինչքան վատն էր, իրենք ինչքան լավն են, բայց տարածքները որ կորում են։ Պաշտպանական կարողությունները, որ չեզոքանում է, զրոյանում են, այսինքն սրանք փաստեր են, սրանց հետ չի կարելի վիճել, քննարկել, ինչ քննարկես փաստ է։ Եվ այդ փաստերի հետ կռիվ տալու փոխարեն, ուղղակի մեր հասարակությունը պետք է համախմբվի եւ հասկանալ, խաղաղություն ունի գին։ Եվ այդ գինը նաև ես իշխանափոխությունն է։ Խաղաղության գինը իշխանափոխությունն է։ Մեր ժողովուրդը, նույնիսկ նրանք, ովքեր շատ սիրում են Նիկոլին, խնդրեմ, թողելի շարունակեն սիրել, թողելի շարունակեն գովել, բայց իշխանափոխությունը մեր պետության շատ խնդիրները, այդ թվում նաև կայուն խաղաղության հարցի լուծումն է։ Ինչու՞, որովհետև նորից անդրադառնամ առաջին Մասովի խոսքին, որ
ամենասկզբից դրես իշխանությունը չունի այլևս որևէ ռեսուրս միջազգային անընդհատ փոփոխվող զարգացումների մեջ սեփական շահերի հետևից գնալու կարողություն։ Իրենք քննարկվում են Հայաստանի մասին խնդիրները քննարկվում են առանց Հայաստանի։ Հայաստանի հրավիրում են այնտեղ, որտեղ ստորագրելու բան։ Մնացած բոլոր խնդիրները քննարկվում։ Լսեք բոլոր միջազգային վերլուծաբաններին, միջազգային այսպես ռեգիոնալ եւ համաշխարհային քաղաքականության մասին ակտիվ գրող եւ խոսող տարբեր աղբյուրներ, հայտնի վերլուծական կենտրոններ ինչ են գրում Հայաստանի մասին։ Ինչ որ գրում են ամբողջ կոնտեքստը, ողբերգությունը եւ ուղղակի անհավատալի, որ մենք այս աստիճանի մեր ինքնությունը, մեր անկախությունը, մեր սուբյեկտայնությունը այս աստիճանի վտանգված ու վնասված կլինի։ Համարեք, որ մենք միջազգային մասշտաբով իշխանություն չունենք եւ իրանց հիշում են այն ժամանակ, երբ որ պետք է իրանցից ինչ-որ բան ստանալ։ Այն պարագայում իրանք տեղական նշանակության, ասենք քաղաքապետը կամ վարչապետը նույն բանն է միջազգային հանրության համար։ Իրանց ասում են գնացեք ձեր ներքին խնդիրներով զբաղվեք, այո, ընդդիմությանը ճնշելա, բայց գնացեք ճնշեք, խնդիր չկա, որտեղ դուք պետք եք, որտեղ էլի է գալու են ձեզ տանենք, ասենք, ես ինչ բաներ ստորագրեք, ես ինչ բաներ արեք, գնացեք ձեր ժողովրդին ես ինչ հարցումներ խաբրեք, որտեղ Հարավային Կովկասի վերաբերյալ դեռևս վճռական որոշում չունի։ Իսկ Ադրբեջանը Թուրքիան չեն սպասում եւ վերջերս Գաբալայում տեղի ունեցած թուրքական պետությունների կազմակերպության հերթականիստի դեկլարացիայի մեջ հստակ գրած էր իրենց նպատակները։ Այդ նպատակները չէին թաքցել 7 պետությունը տակը ստորագրել։ Մեջ գրած Զանգեզուրի միջանցք։ Մեջը գրած իրենց նպատակները հստակ ասում են, ամեն ինչի շահումը միայն Թուրքիան, թիվն շահառուն Թուրքիան է։ Միջին միջանցքի իրագործման խնդիր կա։ Ռուսաստանի համար միջին միջանցքն ու հյուսիս-հարավը համադրելի են երկուսն են կարևորություն ունեն, խնդիր չի, որտեղ Հայաստանի իշխանություններին, այս իշխանություններին վստահելու հարց չունեն, վստահելու ռեսուրս չունեն, իմաստ չեն տեսնում, ինչքանով որ ես եմ հասկանում։ Միացյալ Նահանգների առիթը ևս մեկ անգամ խաղացան դրոշակ պատտել, թափարել, առիթը ևս մեկ անգամ Իրանի հյուսիսային սահմանների նկատմամբ վերահսկողության բանալի ունենալ, առիթը ևս մեկ անգամ Թուրքիայի նկատմամբ վերահսկողության բանալի ունենալ, առիթը Հարավային Կովկասը ևս ռուսական ազդեցության դիրույթից դուրս հանել։ Ինչու չօգտվել եւ բրավո, բոլորին պետք է ծափարել, բոլոր երկրներին, որոնք շատ փայլուն կերպով օգտվում են իրենց համար ստեղծված հնարավորությունից։ Միակ ուժորը եւ միակ այսպես բոլոր ռեսուրսները կորցնողը, կորցրածը եւ ապագայում էլ ճանապարհով գնացողը Հայաստանի Հանրապետությունն է։ Ես կարծում եմ, որ գոնե շատ լավ կլինի, որ մինչև ընտրություններ փոխվի իրավիճակը, բայց գոնե ընտրությունները վերջին հանգրվանը լինի, որ դրանով հնարավոր լինի կանացնել այս խայտառակ ընթացքը։ Շնորհակալություն։